Վենս Ալիև հանդիպմանը հայտնի է, որ քննարկվել է գերիների ազատ արձակման հարցը։ Այսքանը բավարար է լուծում սպասելու համար։ Իհարկե ոչ։ Բայց ինքնին իրենց կողմից պաշտոնական հայտարարությունը տվյալ դեպքում Վենսի մամուլի խոսնակի կողմից արդեն ազդակ է, որ ինչ որ դրական միտում կարող է լինել, որովհետև սովորաբար այս մակարդակում զգուշավորությունը շատ մեծ է լինում հանրային խոսքի հանդեպ եւ դժվար թե իրենք հրապարակայնացնեին, որ օրակարգում այսպիսի հարց կար, առանց վստահ լինելու, որ ինչ որ մի դրական քայլ կլինի, բայց հարցն այն է, թե այդ դրական քայլը ինչպիսին է, եւ այս առումով նաեւ հիշեցնեմ, որ Թրամփի խոսքն էլ կա, որը փոքր տեսանյութ էր օգոստոսի 8-ին, Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որ ասել էր այո 23 քրիստոնյա բանտարկյալների մասին է խոսքը, ես որ խնդրեմ դժվար Ալիևը մերժի, արդեն 6 ամիս է անցել, ոչ մի առաջընթաց չկա, ու ամերիկյան իշխանությունների կողմից նաեւ արժանապատվության հարց է, որ այստեղ պետք է իրենք լուրջ առաջընթաց արձանագրեն, որպեսզի նախագահ Թրամփի խոսքն էլ պահվի, ու կարծում եմ նաև Վենսի միջնորդությունը կամ ջանքերը այս այցի օրակարգում ներառելը պայմանավորված է նաև Թրամփի այդ խոսքով։ Վենսի Երևանյան այցի ժամանակ արցախցիների հավաք կազմակերպվեց։ Ոչ միայն արցախցիների, բայց այո, նաև մենք էինք։ Չէ, ես ուզում եմ հիշատակել կոչը Արցախի ազգային ժողովի ամերիկյան կողմին Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն ապահովելու համար։ Որևէ արձագանք եղավ սրա։ Ես տեղյակ չեմ որևէ արձագանքից, տարբեր կոչեր, հայտարարություններ, հրապարակային եւ փակ նամակներ ուղղվել են Վենսին, առաջնահերթորեն նաև Արցախի ղեկավարության կողմից, այդ թվում ես եւ Գեգամ Ստեփանյանը որպես մարդու իրավունքների պաշտպաններ, ես նախկին ինքը գործող, կրկին դիմել ենք եւ նաև Սպիտակ տան ուղիղ խողովակն ենք օգտագործել նամակների ներկայացման, առ այսօր որևէ արձագանք չկա, հրապարակային է չկա, որից բնականաբար տեղյակ եք, բայց ես կարծում եմ, որ նման նամակները եւ արցախյան տարբեր ներկայացուցիչների եւ նաեւ հայաստանյան քաղաքասարակության իրենց նշանակությունը ունեն եւ գեներացնում են լրացուցիչ ճնշում ու քաղաքական օրակարգ, որպեսզի իրենց օրակարգում դա կարևոր տեղ գրավի, բայց այստեղ գլխավոր գործոնը Հայաստանի իշխանությունների անելիքն է, որը առնվազն հրապարակային չի երևում ու որը արդեն անհանգստացնում է իշխանությունների անելիքը Վաշինգտոն-Երևան շփումների այո, միանշանակ Երևան-Բաքու չէ, առաջին հերթին Երևան-Վաշինգտոն, որովհետև Երևանը այո ունի որոշակի լծակներ, ունի որոշակի խաղաքարտեր եւ ուներ, որոնք չի կիրառել բավարար չափով գերիներին վերադարձնելու համար, բայց գլխավոր լծակն ու խաղաքարտը միջնորդ կողմն է, Վաշինգտոնն է։ Եվ ես կարծում եմ լավագույն հնարավորությունը եղել է օգոստոսի 8-ին, չիրացված հնարավորությունը, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի ամերիկյան կողմին ասեին, որ մենք առանց գերիների վերադարձի այս փաստաթղթերը չենք նախաստորագրի։ Այդ դեպքում ես վստահ եմ, որ ամերիկյան կողմը բավարար ճնշում կգործադրեր ու կհասներ այդ խնդրի հանգուցալուծմանը, բայց հայաստանյան կողմի համար այլ բաներ ավելի առաջնահերթ են եղել եւ գերիների հարցը մենք առ այսօր տեսնում ենք, որ բավարար առաջնահերթություն չի համարվում։ Հարգելի Արտակ, ինչ է հայտնի ձեզ Ռուբեն Վարդանյանի դատավարության ավարտից։ Խոսք է հնչել, կա ամբողջական խոսքի մասին։ Ոչ, միայն այն գիտեմ, ինչ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հրապարակել է, դրանից ավելին տեղյակ չեմ, որքան հասկանում եմ, նաև իրավաբանները, իրավապաշտպաններն էլ
դեռևս տեղյակ չեն ավելի։ Իսկ կարևոր է Բաքուն ինչ դատավճիռներ է կայացնում այս կամ այն անձի նկատմամբ։ Վերջնարդյունքի առումով կարևոր չէ, գնի առումով կարևոր է։ Այսինքն բնական է մարդ ինչքան ճակերտավոր ասած ծանր հանցագործության մեջ է մեղադրվում ու ճակերտավոր ազատ արձակման գինը բարձր։ Այո, ազատ արձակման գինը բարձր է, բնական է։ Բայց մենք հիշենք, որ շատ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող տարբեր անձինք արդեն վերադարձվել են, այդ թվում Վագիվ Խաչատրյանը ցեղասպանության հանցագործության մեջ մեղադրվել ու ճակերտավոր դատապարտվել է ու վերադարձվել է։ Այսինքն այստեղ բան չկա, օրինաչափություն չկա, միակ օրինաչափությունը Ալիևի քաղաքական կամքն է եւ երկրորդը լոգիստիկ, այսպես ասած, օրինաչափությունն է, որ իրենք առանց ճակերտավոր դատապարտելու ոչ մի հայի բաց չեն թողում։ Փորձում են ցույց տալ, որ բոլորը անցել են ադրբեջանական լավագույն արդարադատության լծիներ տակով։ Այսինքն առանց քաղաքական առևտրի այստեղ ավարտական լուծում սպասելը միանշանակ հնարավոր չէ ու սա բացառապես քաղաքական լուծում ունի, որովհետև նաև իրենք այնտեղ շինծու դատավարությունների առջև կանգնում են զուտ քաղաքական նկատառումներից ելնելով։ Վերջին խումբը, որ հայերի վերադարձել են, իրենց կամքով են եկել, թե վտարվել են։ Նկատի ունեք Արցախից տեղահանվածները, իրենք չեն կարող համարվել վերադարձածներ, դա Արսեն Թորոսյանի քաղաքական երևակայության կամ մոտիվացիայի հետևանք է։ Արսեն Թորոսյանը որպես վերադարձածներ է ներկայացրել։ Արսեն Թորոսյանը մեղմ ասած բացարձակ սխալ է թույլ տվել, այլ հարց է թե սայթաքել է, թե դիտավորյալ է այդպես ներկայացրել, եթե իրենք իրենց հայրենի քաղաքից իրենց կամքից անկախ բռնի կերպով, այսպես ասեմ, տեղահանվել են, հիմա հանգամանքներ վտարել են այդ մարդկանց։ Այո, վտարել են, որովհետև վերջին ամիսներին իրենք ապրում էին մի փակ տարածքում, մինչև այդ էլ այդքան էլ լավ վիճակում չէին, ազատություն բավարար չունեին, բայց խիստ վերահսկողության ներքո էին, հետո մի օր ուղղակի իրենց մեքենան նստացրեցին, չասացին թե ուր են տանում, երբ եկան հասան անցակետը Հակարի կամուրջի մոտ, իջեցրեցին մեքենաներից եւ ստիպեցին, որ փաստաթղթեր ստորագրեն դիմում իբր, թե իրենք ուզում են տեղափոխվել, ոչ վերադառնալ, տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Սա հստակ մեր բռնի տեղահանման sense բարեկիրթ փաթեթավորմամբ շարունակությունն է, բայց ինքնին իրենք բռնի տեղահանվածներ են եւ տեղահանվել են, ոչ թե վերադարձել են։ Որտեղ է վերադառնում, եթե մարդը իր հայրենի քաղաքից է մեկնում ուրիշ տեղ։ Այո, եկել եմ մայր հայրենիք, ոչ մի տարբերություն Արցախն ու Հայաստանը բոլորիս հայրենիքն է, բայց իրենց հայրենի քաղաքից իրենք վտարվել են եւ այլևս չեն կարողանում վերադառնալ։ Դուք նրանց հետ շփում ունեցել եք։ Անուղղակի կերպով, ոչ ուղղակի կերպով։ Եվ շատ-շատերը չեն էլ ուզում շփվել, բայց հենց իրենցից են իմացել, իրենց մեկից, որ իրենց վտարել են այս մեթոդով, միայն մեկը, որը Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք էր տվել դատարանում, մենք ասում ենք գիպսի միշիկ, ճիշտն ասած չեմ հիշում ազգանունը, միայն ինքը վերջին պահին աղիողորմ խնդրել է ադրբեջանական կողմին, որ ինձ Հայաստանի Հանրապետությունում կսպանեն, հասկանալով, որ շատ վատ բան է արել, կեղծ մատնություն է արել, եւ իսկ այդ մատնությունը արել են։ Իհարկե արել, կեղծ։ Այսինքն Ռուբեն Վարդանյանի դեմ այնպիսի ցուցմունքներ է տվել, որ ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը կապ չի ունեցել որևէ բանի հետ։ Ուղղակի ստիպել են, միգուցե գումար են տվել, միգուցե, չգիտեմ, խոշտանգումների են ենթարկել եւ այլն, բայց արդյունքում ադրբեջանցիները
վերջին պահին խնայել են իրեն էլ չեն վտարել փաստացի, ինքը կամ միակն է, կամ միգուցե մի հոգի էլ կա, բայց որքան տեղյակ եմ, Ես դա ուզում եի հարցնել, 2 հոգի են հիմա մնում։ Իմ տեղեկություններով միայն պետք է լինի գիպսի միշիկը, բայց ոնց որ որոշակի աղոտ տեղեկություններ կան, որ միգուցե երկրորդ անձն էլ կա, դրա համար վստահ չեմ կարող ասել։